Այսօր Հայաստանի ընտրողի առաջ ինչ որ ծրագրային չամիչներ փնտրելու խնդիր չէ։ Եվ այս տեսանկյունից այո, ծրագրերը միշտ Հայաստանում եղել են այսպես ստանդարտի շրջանակում, Հայաստանում երբեք էլ ծրագրային ընտրություն չի եղել, եթե համարենք, որ աշխարհի որևէ երկրում ընդհանրապես ընտրությունը լինում է ծրագրային։ Միշտ ինչ որ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ընտրություն է կատարվում։ Առավել եւս այսօր Հայաստանի առաջ այդ ծրագրային ինչ որ չամիչներ փնտրելու խնդիրը չէ, պարզապես պետականության ապագայի շուրջ լրջորեն խորհելու, այսինքն մենք կանգնած ենք հետեւյալ ընտրության առաջ։ Հայկական պետականությունը կարողանում է լուծել իր ինքնության եւ հետագա ինքնիշխան գոյության էգզիստենցիալ խնդիրը, թե հայկական պետականությունը, հայկական պետության արկայության այդ էգզիստենցիան ընդհանրապես դառնում է Ադրբեջանի կցորդ լինելը։ Այսինքն այս տեսանկյունից Հայաստանի ընտրողի համար խնդիրը շատ ավելի պարզ է 2026-ին, քան օրինակ եղել է 2021-ին կամ դրանից առաջ որևէ ցանկացած որևէ ընտրության պարագայում։ Եվ խոսակցությունն էլ պետք է լինի առավելապես հենց այս մասին, եւ գուցե նաեւ բնականաբար ուղեկցվի այս խնդիրը լուծելու այս խնդիրը ասելով ես նկատի ունեմ հայկական պետության ինքնության պահպանման եւ իրապես ինքնիշխան եւ ոչ թե ճառասացության մակարդակով։ Այդ խնդիրը պետք է լինի պահպանման միջոցները գտնելը մեխանիզմների շուրջ